Վերացեցիք։ Վաղ այնտեղ ավական նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին առաջադրվելու է Սարիկ Նույնասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդեղի խմբակցություն հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբացենք։ Այսօր որոշումը կլինի ֆրակցիայի թե իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնել եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն։ Պարոն Սիմոնյան, ես այլ հարց եմ տալիս ոչ Գյումրիի հետ։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր է ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնացուին եթե առաջադրեք օրինակ մտածեք այսինքն դիմությունը կա այդպիսի սցենար կամ քննարկումներ եղել են կարծում եմ որ բոլոր փորձեք ստանալ ընդդիմադիրների ձայները նման քննարկումներ չեն եղել բայց ես կարծում եմ որ տրամաբանական է որ այն ուժը որ ամենաշատ ձայներն է հավաքել նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ ճակերտավոր 1 ժամյա, 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը, դա իմ կարծիքն է։ Իսկ աշխատանքը կառավարության հետ, եթե այնտեղ Վարդան Ղուկասյանն է, ես ասեմ Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվում։ Ասում եք, որ պետք է բանտում լիներ։ Ես իմ կարծիքը չեմ փոխում եւ կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտում է։ Ում եք մեղադրում, որ բանտում չի։ Ով է թերացել։ Բոլորիս։ Օրինակ ինչ պետք է անի։ Ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Չողակացիք բոլորս։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում, որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում, որ դրա մասին ես եմ որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Պարոն Սիմոնյան, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն եմ ուզում անդրադառնալ։ Ես հատուկ ձեզ համար դուրս եմ